Հոկտեմբերը կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման լայնածավալ արշավի ամիսն է, որին միացել է նաև կառավարությունը։ Հոկտեմբերի 16-ի նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, սկսել է սկրինինգային ընդլայնված ծրագիր, որի միջոցով պետպատվերի շրջանակում փակվում է սոցփաթեթի շահառուների, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար մամոգրաֆիկ հետազոտությունների գումարը։ Մեր ուսուցիչները, բժիշկները, տարբեր պետական ծառայողները, զինծառայողների ընտանիքի անդամները կարող են անվճար հետազոտվել եւ մեր կարգախոսն է, որ մեկ հետազոտությունը կարող է կյանք փրկել։ Եվ 23 թվականի եւ 24 թվականի վիճակագրական տվյալներով ունենք մահացության նվազում քաղցկեղի հիվանդությունների պարագայում։ Մենք ունենք հայտնաբերման ավելացում, բայց մահացության կրճատում, ինչը լավ ընթացք է, եւ սա է մեր նպատակը, որ մենք հնարավորինս վաղ հայտնաբերենք, հնարավորինս շատ հայտնաբերենք բոլոր արկա դեպքերը եւ ճիշտ արդեն բուժման արդյունքում ունենանք լավ ելքեր։ Հաջորդ թիվ նիստում քննարկվեց Հայաստանում էլեկտրոնային ծանոթությունների ամբողջական մեխանիզմի ներդրման հարցը։ Վարչապետի համոզմամբ հանրապետությունում դե յուրե կվերանա ես ծանոթված չեմ հասկացությունը։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը ներկայացրեց նախագիծը, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Ֆիզիկական անձանց դեպքում գործելու էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով, այսինքն նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով։ Ծանոթությունը տեղադրվելու է այդ հարթակում եւ եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանոթված։ Անձը կարող է նաեւ տրամադրել իր հավելյալ կապի միջոցներն, անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով նա հավելյալ կտեղեկացվի այն մասին, որ իր հարթակում ծանոթում է տեղադրվել։ Եթե հարթակում ծանոթումը տեղադրելուց հետո 3 օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, սկսելու աշխատել հաջորդ քայլը, այն է ծանոթումը հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվելու անձի հաշվառման հասցեով։ Հաստատվեց հարկային օրենսգրքում լրացում կատարելու որոշումը։ Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը կերկարաձգվի եւս 1 տարով։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ներկայումս համաձայն հարկային օրենսգրքի նշված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները ազատված են ԱՀՀ-ից մինչև 26 թվականի հունվարի 1-ը։ Այս արտոնությունը գործում է 2019 թվականից եւ հաշվի առնելով վերջինիս դրական արդյունքները նպատակահարմար է այն երկարաձգել մինչև 26 թվականի դեկտեմբերի 31-ը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ էլեկտրական տրանսպորտային միջոցների երրորդ երկրներից ներմուծման համար ներկայումս գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնություն։ Միաժամանակ առաջարկվում է այս արտոնությունը տարածել միայն այն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա, որոնք թողարկվել են 2024 թվականին եւ դրանից հետո։ Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, ինչպես նաև կանաչ տնտեսության նպատակների իրականացման համար։ Եկամուտների հայտարարագրման գործընթացը կպարզեցվի։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Պողոսյանի խոսքով պետական եկամուտների կոմիտեն կկատարի ֆիզիկական անձանց եկամուտների հայտագրերի նախալրացում եւ քաղաքացիներին կտրվի բավարար ժամանակ այն ստուգելու եւ անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար։ Իսկ եթե չկան այդպիսի փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը սովորական կանոնի համաձայն հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված։ Քանի որ մենք գործնականում չենք ունենալու հայտարարագրի չներկայացման դեպք, նախատեսվում է զուգահեռաբար վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքից հանել հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոց, որը առաջին դեպքում նախազգուշացում էր, երկրորդ դեպքում տուգանք։ Կառավարությանը կտրվի իրավասություն որոշելու, թե որ եկամուտները հայտարարագրման ենթակա չեն կամ կներառվեն միայն որոշակի շեմից բարձր եկամուտները, իսկ բանկերից կամ ֆինանսական հաստատություններից ստացվող տեղեկատվությունը հարկային մարմիններին կփոխանցվի միայն այն դեպքում, երբ քաղաքացին կտա համաձայնություն։